Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի Facebook-յան ընկերներ, սիրելի հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հավատացյալ մարդիկ ջան, կներեք ես ուշ ժամին ձեզ անհանգստացնելու համար։ Նախորդ ասեմ, որ տենց առանձնապես բան չի եղել, բայց թե գիտեք ինչ, պահը որ գալիս է ասելու, խոսալու եւ ես ուղիղ շփվելու հարթակը կա, ես դա պետք է օգտագործեմ անկախ օրից, ժամից, որպեսզի ես իմ ասելիքը ասեմ։ Սիրելի մարդիկ, ուրեմն քիչ առաջ հենց համանցածը թերթելիս ինչ որ խոսությունների, գրառումների, ուղի եթերների եմ ականատես լինում տարբեր կայքերում, Facebook-ում, TikTok-ում, YouTube-ում, որ չի կարծես սենց կազմակերպված ինչ որ մի հատ խումբ, սենց մարդկանց վախ ուզում է բռնի, սենց մի հատ խոսույթով։ Այ քաղաքական պատերազմը անխուսափելի է։ Ինչ են ասում այդ մարդիկ։ Այդ մարդիկ ասելով, այդ մարդիկ ինձ թվում է քաղաքական պատերազմի մոլուցքով են տառապում։ Այդ մարդիկ այն մարդիկ են եւ այդ մարդկանց շահերը սպասարկողներն են, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մայրաքաղաքի սրտում կարակել եւ սպանել են։ Այդ մարդիկ են։ Եվ հիմա այդ մարդիկ երկար տարիներ է 2018 թվականից միջ առեսօրս զրկված են այդ հաճույքից, իրանց համար հաճույքից, եւ այդ մարդիկ այն մարդիկ են, ովքեր հայ մարդու այրան կարոտ են մնացել։ Այո, հայ մարդու այրան կարոտ մնացածները քաղաքական պատերազմի մոլուցքով տառապողները սենց հասարակության մեջ մի հատ պարաժ են մտցնում տարբեր հարթակներով, որ քաղաքական պատերազմը անխուսափելի է։ Նախ սա ազգային անվտանգության խնդիր է։ Ցանկացած անուն ազգանունի շուրթերից, ցանկացած մարդու շուրթերից, այն ում շուրթերից հնչեց քաղաքական պատերազմ, այդ մարդը վարքյան առաջ պետք է հայտնվի ազգային անվտանգության պատվալներում։ Վարքյան առաջ։ Գիտեք ինչ, հասկացանք էլի, հասկացանք։ Ամեն ինչ ունի չափ ու սահման։ Ամեն հաց ուտելը որ հաց ուտել է, դրան էլ ունի չափ ու սահման։ Դրան էլ ունի շնորհք։ Բայց սա արդեն լրիվ ազգային անվտանգության խնդիր է։ Որ նման արտահայտություն թույլ տվողները քաղաքական պատերազմ անխուսափելի է, քաղաքական պատերազմ է, էս էն է, այդ ժողովրդին սենց ժողովրդի վախն են ուզում բռնեն, ժողովրդի մեջ պարաժ են ուզում գցեն, ես չգիտեմ, այսինչ օրակարգ են մշակել, այսինչ լեքսիկոն է, այսինչ խոսույթ է, այդ ձև լեքսիկոն օգտագործողները, ում շուրթերից են շուտով որ այ քաղաքական պատերազմ անխուսափելի է, վարքյան առաջ պետք է հայտնվեն ազգային անվտանգության պատվալներում։ Ով եք դուք, որ մի հատ քաղաքական պատերազմից եք խոսում, ով եք դուք, կամ ձեզնից вообще ինչ եք ներկայացնում, որ ասում եք քաղաքական պատերազմը անխուսափելի է։ Ով եք դուք։ Թե դուք որ հենց sense մտել եք համարցակ մարդու կերպարի մեջ, առթավորվելով հեղափոխության արժեքներից, առթավորվելով նրանից, որ վարչապետը մեզ հորդորել է, որ անկախ ամեն ինչից որևէ մեկի ծանոթի տեղը չփոխվի։ Որ ասենք այս բոլոր արժեքներից, վարչապետի հորդորներից հասկացանք, ոգևորվել եք, մտել եք համարցակ մարդու կերպարի մեջ 2019 թվականի կեսերից եւ ավելի շատ 2020 թվականի մկան ծակերից ելել եք ու ասենք սենց ափրծփեր սենց տղու կերպարի մեջ ոռնոցներու կապած սենց բաներ եք ասում ու ասենք ձեզ որևէ մեկը չի գալի ասիլ արի մատնամ էսով ես էսում տղեն ես ես ինչ ձև ես քեզ պահում ու ասենք ծանոթի տեղը սեփականը շքամուտի մոտ չի փոխում։ Հիմա էլ արդեն սենց մտել եք մի հատ սենց խոսյութ եք ձեզ համար որդեգրել, այս քանի օր է, ու ասենք ամեն օր այդ խոսյութը ոնց որ սենց թեժացնում եք, ասելով որ քաղաքական պատերազմը անխուսափելի է, հա։ Ով պետք է քաղաքական պատերազմ հրահրի, ով այդ մարդու անուն ազգանունը, որ Հայաստանի Հանրապետությունում ինքը պետք է քաղաքական պատերազմ հրահրի։ Ցանկացած քաղաքական պատերազմի մոլուցքով տառապող անուն ազգանուն անձը վարքյան առաջ պետք է հայտնվի ազգային անվտանգության պատվալում։ Վարքյան առաջ։ Եվ այո,
որպես ես ակտիվիստ քաղաքացի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես հասկանում եմ, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ազգային անվտանգության խնդիր է, որ այս նման լեքսիկոնով հանդես եկողները, ում շուրթերից հելնում է քաղաքական պատերազմ, որ վարքան առաջ հայտնվի ազգային անվտանգության պատվալում, ոչ թե ասենք կենտրոնի ոստիկանության ինչ-որ մի հատ բաժանմունքում, այլ ազգային անվտանգության պատվալում։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ, այս անկանոն խոսյութներին ուշադրություն մի դարձրեք։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հայ մարդու կողմից ձևավորված իշխանությունը ըստ իմ պատկերացմամբ որևէ մեկին թույլ չի տալ այս պետությունում քաղաքական պատերազմ հրահարելու։ Որևէ մեկին, անկախ նրանից մորքուրները, դաշնակները, ռոբիկները, սերժիկները ինչքան են տառապում քաղաքական պատերազմի մուլուցքով, անկախ իրենց այդ տառապանքների, իրենց ցանկությունների, ձեր սեփական իշխանությունը, իրական Հայաստանի իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այդ հաճույքը, այդ մուլուցքով տառապողներին չի պարգևի։ Ուղղակի սա մի հատ խոսույթ է, sense պարաժ է, որպեսզի մարդկանց վախ խբռնեն։ Կամ ինչ-որ մարդկանց մեջ ինչ-որ sense պարաժը ստեղծեն։ Եվ հենց այս պարաժը ստեղծողներով, այդ խոսույթը օգտագործողների հետևից պետք է գնա ազգային անվտանգությունը։ Ու այո, սա ազգային անվտանգության խնդիր է։ Ազգային անվտանգության։ Սրա հետևից չպետք է գնա ակտիվիստ Մամեդ Սարհատյանը։ Սրա հետևից պետք է գնա այս խոսույթի հետևից ազգային անվտանգությունը։ Անկաշներից բռնի ու ասել եմ ատարի տենանք դու ով ես, այդ ինչ համարձակություն ունես, որ նա ցենց օնլայն հարթակում ուղիղ կապի միջոցով քաղաքական պատերազմի անուն ես տալիս։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, մենք գիտես ինչ, իշխանությունը կտրիչից, Բագրատ, Գարեգին բից ընդամենը մի հարցի պատասխանա ուզում լսի, ոչ թե իշխանությունը, մենք բոլորս, արդյոք ունի զավակ, թե չունի։ Այս 10 օրա խաղեր է տալիս, հետ է խաղացնում։ Եվ այդ հարցի այո կամ ոչ, այդ պատասխան ինքը չի տալիս, այո կամ ոչ։ Կոնկրետ հարց է տվեցվել եւ կոնկրետ հարցին ակնկալվում է կոնկրետ պատասխան։ Զավակ ունես թե չունես։ Այս փոշ խախսնելը ես ինչի մեջ եմ տեսնում, որ Գարեգին բան սենց այնքան փորամեծ է, որ իր փորամեծությունը իրան թույլ չի տալիս, որ հայ մարդու կողմից ձևավորված իշխանության հարցին պատասխանի։ Սա կամ իրան թույլ չեն տալիս, որ այդ հարցին պատասխանի։ Բայց այն ինչ որ իշխանությունն է ուզում իրանից լսի, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հարց տվել եւ սպասում այդ հարցի պատասխանին, զավակ ունես թե չունես, դա ինձ համար գաղտնիք չէ, դա հավատացյալ մարդկանց համար գաղտնիք չէ, հայ մարդու համար գաղտնիք չէ, ոչ թե նորություն է։ Գարեգին բան զավակ ունի թե չունի։ Ես այդ հարց իրան չեմ տալիս։ Ես իրան ուրիշ հարցեր եմ տալիս։ Ասում եմ Գարեգին բ. Ինչի համար ես նախ առաջինը ինչի չես համակերպվում հայ մարդու որոշման հետ, ինչի ես կասկածի տակ դրել հայ մարդու որոշումը, այսինքն ձայն աստծո, ձայն բազմած, Աստվածաշնչում դա գրված է, ձայն աստծո, ձայն բազմած։ Այո, Նիկոլ Փաշինյանը ձայն աստծո, ձայն բազմած հայ մարդու որոշումն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը, որ պետք է ինքը լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որոշել է հայ մարդը, ընտրատեղ եմ ասում, իր արդար, ազնիվ, անվախ ընտրությամբ, որը տասնյակ տարիներով զրկված եղել հայ մարդը։ Այո, տասնյակ տարիներով հայ մարդը զրկված եղել սեփական ընտրության իրավունքից։ Եվ 100 հազարավոր, միլիոնավոր հայ մարդկանց փոխարեն
տասնյակ տարիներով մի 10-15 հոգի են որոշել Հայաստանի Հանրապետությունում ով իշխան ընտրատեղամասում ով իշխան պետք է խփի, ով իշխան պետք է իշխանություն լինի։ Բայց փառք Աստծո 2018 թվականին հայ մարդը վերականգնեց իր սեփական ընտրության իրավունքը։ Հայ մարդը արևանգությունից փրկեց իր սեփական ընտրության իրավունքը եւ 2018 թվականից այլևս հայ մարդն է որոշում Հայաստանի Հանրապետության իշխանության ճակատագիրը իր ակտիվ մասնակցությամբ ընտրատեղամասում։ Այո, հայ մարդիկ, սիրելի մարդիկ, տասնյակ տարիներով զրկված է եղել սեփական պետության իշխանության ճակատագիրը որոշելու, որովհետև հայ մարդու որոշման իրավունքը արևանգված է եղել ռոբասերժական խուլիգան մաֆիայի գլխավորությամբ։ Հայ մարդու ազատ, անվախ ընտրության իրավունքը արևանգված եղել 30 եւ ավել տարի։ Եվ հայ մարդը, եթե մասնակցել է ընտրությամբ, ես անձամբ այդ մարդկանց ճանաչում եմ, ովքեր ճնշման տակ, ովքեր սպառնալիքների տակ, ովքեր ինչ-որ կախվածության տակ, հասկացաք, այն ձև չի, որ իր համոզկանքով sense գնացել մասնակցել եւ իր սրտի թեկնածուին ինքը ձայն ա տվել։ Գնացեք, ընտրեք, նկարեք, ձեր նկարները ուղարկեք։ Հրատենանք ում եք կտրել։ Հասկացաք ժողովուրդ ջան։ Ուրեմն, այս պարաժի հետևից, այս անկանոն խոսյութի հետևից, սա ինձ թվում է ազգային անվտանգությունը պետքա զբաղվի։ Պետքա գնա եւ այդ խոսյութ ունեցողներին հրավիրի ազգային անվտանգության պատվար։ Թե ովքեր են, որ Հայաստանի Հանրապետությունում իրենց իրավունք են վերապահում քաղաքական պատերազմից խոսելու։ Թե ովքեր են, որ արդեն Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պատերազմ են բանանում, արդեն քաղաքական պատերազմ է սկսվել, որ ուղիղ հարթակներով արդեն տենց ոռնոցները կապած, ցես պարաժ են գցում այս մարդկանց մեջ։ Դրա հետևից պետք է գնա ազգային անվտանգությունը մեկ հենց այս գշեր։ Ես Գարեգին Բ-ին խոսքս ընդհատվեց, Գարեգին Բ կտրիչի, անկախ նրանից թե ինքը խախտել է իր կանոնները, երթումը, եկեղեցական այդ օրենքները, զավակ ունի, չունի, որ կառավարությունը այդ հարցը իրան տվել է ու այդ հարցը միջեմա պատասխան չունի, այո կամ ոչ, ես Գարեգին Բ-ին ուրիշ հարցեր եմ տալիս։ Ինչի համար ես, նախ առաջինը, ինչ ես համակերպվում հայ մարդու որոշման հետ, ինչի ես եկեղեցու կարևորությունը օգտագործում հայ մարդու կողմից մերժված քաղաքական խուլիգան մաֆիայի սատկած քաղաքական կյանքը վերակենդանացնելու համար, ինչ ես եկեղեցու կարևորությունը օգտագործում քո անձնական վրեժխնդրության համար, որպեսզի վրեժխնդիր լինես հայ մարդու որոշումից, որպեսզի վրեժխնդիր լինես իրական Հայաստանի իրական առաջնորդից Նիկոլ Փաշինյանից, Գարեգին Բ. Սա քեզ ենք ասում այս հարցերը։ Ինչու ես դու քեզ հրճակել Աստծո տան տերուտիրակալը։ Աստծո տան տերուտիրակալը դու չես։ Ինչու ես դու հայ մարդու սեփականության վրա հենց տերուտիրակալ քեզ հրճակել եւ սեփականատերը միակ հրճակել հայ մարդու սեփականության վրա։ Սիրելի մարդիկ, ինչպես 2018 թվականի մերժված խուլիգան բանտան չի կապունացել Հայաստանի Հանրապետության պետության հետ, պետական ինստիտուտների հետ, ուղղակի ուղիղ կապը հաստատել Հայաստանի Հանրապետության հարստության հետ, հարստացել եւ հարստացել իրենց կիլերներին եւ որոշ ռազմավարական կարեւորություն ունեցող հարստություններ գույք парքի դիմաց տվել ցարին, այսինքն իրանց շեֆերին, այդպես է Գարեգին Բ-ն կապ չունի եկեղեցու հետ, Աստծո հետ, Աստվածաշնչի հետ։ Ուղղակի կապ է հաստատել Աստծո տան հետ, հայ մարդու սեփականության հետ, Աստվածաշնչի հետ եւ Աստծո տան կարեւորությունը, եկեղեցու կարեւորությունը օգտագործում է, շահարկում է իր ազնական շահերի համար։ Ազնական շահը ո՞րն է։ Առաջինը այն է, որ չի համակերպվում հայ մարդու որոշման հետ։ Ուզում է վրեժխնդիր լինի իրական Հայաստանի իրական առաջնորդից։ Եկեղեցին շահարկում է։ Շահը ո՞րն է, որովհետեւ իր տերերը մերժված են։
ամեն ձև եկեղեցու կարևորությունը օգտագործում է, որպեսզի մերժված խուլիգան բանտայի սատկած քաղաքական կյանքը վերակենդանացնի։ Ես գիտես ինչ, իշխանությունը, ես հիշում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, որ եկեղեցու դեմ սենց արշավ էր սկսվել, ոչ թե եկեղեցու դեմ ներողություն սխալ խոսքի համար, այլ եկեղեցիները արևանգած խուլիգան բանտայի դեմ, որ արշավ էր սկսվել, որպեսզի արևանգված եկեղեցիները ազատագրեն Գարեգին բի արևանգությունից, ես հիշում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, իշխանությունը չի խառնվում եկեղեցու գործերին։ Եվ Գարեգին բան իմանալով, որ իշխանությունը չի խառնվում եկեղեցու գործերին, որ իշխանություն եւ եկեղեցի դրանք առանձին ինստիտուտներ են, իրան իրավունք վերապահեց, որպեսզի ինքը խառնվի պետության գործերի մեջ, իշխանության գործերի մեջ։ Գարեգին բան արդյունավորվելով նրանից, որ իշխանությունը քիթը չի կողում եկեղեցու գործերի մեջ, ինքը իր քիթը կողեց իշխանության գործերի մեջ, կառավարության գործերի մեջ, հայ մարդու կողմից ձևավորված լեգիտիմ իշխանության գործերի մեջ։ Բայց տենց ոնց կլինի, չի ներձև։ Եթե դու քիթդ կողել ես այնտեղ, որտեղ քեզ չվերաբերվող բաները, որտեղ քեզ չեն սպասում, որտեղ դու անելիք չունես, բա պարզ է, որ պետք է մի հատ քեզնով հետաքրքրվենք, ով ես դու, Գարեգին բը, որ գնացիր Բելարուսիա, այդ որ կարտոշկի հետ հանդիպեցիր, այդ կոլխոզնիկի հետ, ինչքան ես անիծել իրական Հայաստանի իրական առաջնորդին։ Գարեգին բն այդ հարցին պատասխանի, որ գնացել ես Բելարուսիա, այդ շիստյորկա, որ գնացել ես Բելարուսիա, ինչքան ես բամբասել կոլխոզնիկի հետ, իրական Հայաստանի իրական առաջնորդից, Նիկոլ Փաշինյանից, ինչքան ես բամբասել, ինչքան ես անիծել, այդ հարցին կարես պատասխանես, չես կարա պատասխանես, բայց որ անիծել ես, դրանում ենք կասկած չունենք, անիծվես դու անիծյալ, որ մեկը Աստծո տնից է փախել, Աստվածաշունչը սենց դրել է սառույցի մեջ, սարսնմա, Աստծո տնից փախել է, Երևանյան փողոցներում լանթի նման քաշ է գալիս, Քոչարյանն է քարոզում, Սերժիկը քարոզում, աշակերտները հավաքում երիտասարդներ, խուլիգանական արարքներ է սովորեցնում, ոնց պետք է անեն, որ ժամին որտե պետք է ճանապարհ փակեն, ում ավտոյի վրա պետք է հարձակվեն, ում ավտոյի լուսամուտը պետք է ջարդեն, ում հետևից պետք է ռեպլիկա խփեն։ Այնինչ ինքը պետք է Աստվածաշունչը քարոժի նույն ակտիվության, Աստծուն ներկայացնի նույն ակտիվության։ Դա մսավաճառ Բագրատիկն է, որ փախել է Աստծո տնից եւ եկել աստեղ Աստծո անվան տակ, եկեղեցու անվան տակ, չգիտեմ, լանթի նման քաշ է գալիս։ Սրա նրան է ծառայություն մատուցում։ Եթե ծառայություն մատուցեն, դուք պետք է միան ու միան Աստծուն ծառայություն մատուցեք, ուրիշ ոչ մեկին։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, ինչպես 2018 թվականին արևանգված Հայաստանի Հանրապետությունը ազատագրվեց Հայաստանի եւ հայ մարդու հետ կապ չունեցած կիլերների արևանգությունից, հայոց լեզվի հավատքի խաչակնքվելու հետ կապ չունեցած կիլերներից, այդպես էլ հայ առաքելական եկեղեցիները, Աստծո տները պետք է վարկյան առաջ ազատագրվեն Գարեգին բի արևանգությունից։ Եվ գիտես ինչ, մենք արդեն ձեր այդ դեմքերից հոգները զզվել ենք, դու նույն դեմքերն եք, ձեր մի 3-4 հազար, 5 հազար հոգով, այոպորտ եք գնում նույն դեմքերով, հարապարակ է գալի նույն դեպքերով, որտեղ գնում եք նույն դեպքերով, ձեր այդ դեմքերից արդեն մենք զզվել ենք, ձեր դեմքերից մենք արդեն զզվել ենք այդ մի 4-5 հազար հոգի, այդ պարզ է, սիրելի մարդիկ, պարզ է, բնական է 3 միլիոն հասարակության մեջ գայթվեն 3, 4, 5, 10, ինչու՞ չէ նաև 20 հազար
մարդիկ, ովքեր կնդիմանան, կատեն, կզզվեն, մահը կցանկանան իրական Հայաստանի իրական առաջնորդի, ովքեր չեն համակերպվի հայ մարդու որոշման հետ, որովհետև քիչ չի 30 տարի մարդ ծեծելով աշխատավարձ են ստացել ընտրատեղամասներում, մարդ ծեծելով պարախոդներ են ստացել, շաուրմի բուտկա են դրել, բեզնալցակայան են դրել, այգիներ են սեփականացրել, խաղարապարակներ են սեփականացրել, օպերայի նկուղային հարգում, չգիտեմ, ստրիպտիզային տենց, չգիտեմ, գիշերային ակումբ են, սենց տարածք են վերցրել, գիշերային ակումբ են, սենց հիմնել, փող են աշխատել, տարբեր ձևերի աշխատել են, իրանք իրancs տասովկություն արել են, պարախոդները ստացել են, տենց ապրել են։ Պարզա, նորմալ է, որ կլնեն 20, 30, 50 հազար մարդ, որ չեն համակերպվի այս իրականության հետ, որովհետև իրանք օթից միշտ փող կպցնելուց են եղել։ Հիմա այդ մարդիկ չեն կարող օթից փող կպցնեն, այդ մարդիկ չեն կարող մի հատ խաչքար սարքեն, միլիոնավոր հարկերից խուսափեն, այդ մարդիկ այլևս չեն կարողանում միլիոնավոր դոլարների եկամուտներ ստանան, այդքան մի երկու կոպեկ ծախսեն մի հատ խաչքար սարքեն ու ասենք այդ միլիոնավոր հարկերից խուսափեն։ Էդի նորմալ է, դա տենց է պետք լինի։ Նորմալ է, որ 3 միլիոն հասարակության մեջ կլինեն 50, 100, 200, 300 հազար, 500 հազար մարդ, ովքեր օթից փող են կպցրել, սրան նրան խափելով, ստորացնելով, չգիտեմ, մենաշնոր մարդկանց մեջ սենց կանգնելով բան, դա նորմալ է, որ դա ձևը պետք է լինի, բայց այդ մարդիկ այս պետությունում այլևս որոշիչ չեն, այս մարդիկ այլևս այնքան փոքր մարդիկ են, որ այս պետությունում քաղաքական պատերազմներ հրահարեն, այդ մարդիկ այնքան փոքր մարդիկ են, որ քաղաքական պատերազմի մունունցքով տառապեն, շատ փոքր մարդիկ են, շատ փոքր, այլևս սա Ռոբեկի եւ Սերժիկի իշխանությունները չեն, որ քաղաքական պատերազմ հրահարեն, քաղաքական պատերազմ ստեղծեն, հայ մարդկանց Երևանի մայրաքաղաք Երևանի սրտում կրակեն, սպանեն, ոչ, մոռացեք, հայ մարդու այրան կարոտ մնացածներ, քաղաքական պատերազմի մուլուցքով տառապողներ, ձեր հետևից պետք է ազգային անվտանգությունը գա, որ հենց այս գիշեր պետք է գա, վարկյան առաջ շուտ պետք է գա, եւ դուք պետք է ազգային անվտանգության համապատասխան, չգիտեմ, նկուղներում ձեր համապատասխան տեղը գտնեք, ու այդ քաղաքական պատերազմն այդ բառը սենց հոլովելով, մի փորձեք այս մարդկանց վախը բռնեք, մարդկանց մոտ բարաժ ստեղծեք, չգիտեմ, սենց ինչ ուզենակ մի հատ սենց անկանոն խոսյութով մարդկանց անդորը խանգարեք, Գարեգին բան պետք է հեռանա, Աստծո հայ մարդու Հայաստանի Հանրապետության պետական բոլոր պետական ինստիտուտները պետք է վարկյան առաջ ազատվեն առևանգությունից, բոլոր պետական ինստիտուտները։ Հիմա հարց կտակ, արդյոք հեղափոխությունը 2018 թվականին հեղափոխությունը հասել է իր ավարտին, ոչ, ինձ համար ոչ, 2018 թվականին հեղափոխությունը չի ավարտվել, հեղափոխությունը ինձ համար ամեն օր նոր թափ է առնում, արդյոք Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները ազատվել են առևանգությունից, իհարկե ոչ, չեն ազատվել, ինձ համար հեղափոխությունը չի ավարտվել, ինձ համար հեղափոխությունը ամեն օր նոր է սկսվում և ամեն օր նոր թափ է առնվում, սիրելի ըստ ինձ կտրիչը Գարեգինը, ով եկեղեցու կարևորությունը շարքում է, օգտագործում է իր անձնական վրեժխնդրության համար, որպեսզի անձնական վրեժխնդրության հարցերը լուծի, ինքը պետք է վարկյան առաջ իր փաստաթուղթը նվագի եւ արագորեն հեռանա այս սուրբ օջախից, արագորեն, հակառակ դեպքում հայ մարդիկ, հավատացյալ մարդիկ իրան կհեռացնեն, հակառակ դեպքում հայ մարդիկ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ իրեն շատ հանգիստ, խաղաղ ուղղակի կհեռացնեն, թող փորամեծություն չանի,
Թող հայ մարդու որոշման հետ սենց քյալա չտա։ Թող հայ մարդու որոշումը չդնի կասկածի տակ ու փորձի սենց գիտես ինչ պրինցիպներով շարժվի հայ մարդու որոշման հետ։ Ես չգիտեմ իրանով ինչ հույս տվել, ինչ արել, ինչ չարել։ Եթե իրանք այս պետությունում պարախոդներով են ապրում, դա մեզ չի հետաքրքրում։ Այս պետությունում պարախոդներով ապրողները մեզ համար ոչնչություն են, ոչ մի արժեք չեն ներկայացնում, ոչ մի արժեք, ոչ մի արժեք։ Դուք լանթեր եք, ում որ լանթի նման օգտագործում են, այո, ձեր տեսակը լանթեր են, ում որ լանթի նման օգտագործում են, այդ լանթերը վարկյան առաջ պետք է հեռանան, վարկյան առաջ պետք է հեռանան, հակառակ դեպքում իրանք կհեռացվեն, Այնից որ թողել ես խոսյութը բան չանեն, եկեղեցիների վրա է հարձակումը, եկեղեցու վրա չի հարձակումը արդեն իսկ եկեղեցիների վրա հարձակվածների վրա է, հարձակումը այո անձամբ Գարեգին Բ-ի վրա է, ով եկեղեցու կարևորությունը օգտագործում է իր անձնական վրեժխնդրության համար, ով եկեղեցու կարևորությունը օգտագործում է օտարին ծառայություն մատուցելու համար, ով եկեղեցու կարևորությունը օգտագործում է անձամբ իմ եւ իմ նման 100,000-ավոր քաղաքացիների կողմից մերժված քաղաքական սատկած քաղաքական կյանքը վերակենդանացնելու համար, ով եկեղեցու կարևորությունը օգտագործում է, որ գնում է ստեղ-ընդեղ կոլխոզնիկների հետ նստում է իրական Հայաստանի իրական առաջնորդից բամբ ասում է, անիծում է, ով գնում է ստեղ-ընդեղ հայ մարդու որոշմանը անիծում է, այդ անիծյալը անիծվեց դու անիծյալ, պետք է հեռանա, եւ հայ մարդը թույլ չի տալու որևէ մեկին իր սեփականությունը, իր սեփականության կարևորությունը իր անձնական շահերի համար օգտագործի, դա ես թույլ չեմ տալիս իմ սեփականությունը, իմ սեփականության կարևորությունը, ինչ որ մի հատ Գարեգին Բ կտրիչներ իր անձնական շահերի համար սենց օգտագործեն։ Ինչպես տերերը չեն կապունացել ինձ հետ, լեզվիս հետ, հավաքիս հետ, խաչակնքվելուս հետ, այդպես է Գարեգին Բ, դու կապ չունես Աստծո, Աստվածաշնչի եւ եկեղեցիների հետ։ Դու կողակի այդ ինստիտուտների կարևորությունը, այդ արժեքների կարևորությունը շահարկում եք ձեր անձնական հարցերը տեղը գցելու համար։ Ձեր անձնական հարցերը տեղը գցելու համար։ Սիրելի մարդիկ, ինչպես հայ մարդիկ 2018 թվականին ոտի հելան եւ արևանգված Հայաստանի Հանրապետությունը փրկեցին արևանգությունից, հիմա տեսեք, ոնց որ հիմա ասեն 2018 թվականին հայ մարդիկ հարձակվել են պետության վրա։ 2018 թվականին պետության վրա ենք հարձակվել մենք։ Իհարկե ոչ։ 2018 թվականին մենք հարձակվել ենք պետության վրա հարձակվածների վրա, ովքեր որևէ կապ չունեին այս պետության հետ, մեզ հետ, մեր լեզվի հետ, մեր աղոթքի հետ։ Այ մենք դրանց վրա ենք հարձակվել, անհատական անուն ազգանունների, անհատական մաֆիայի։ Հիմա է այս դեպքն է։ Մենք ոչ թե հարձակվում ենք, այս որ սենց անկիրառած ասում են, եկեղեցիների վրա են հարձակվում։ Ոչ թե հարձակվում ենք եկեղեցիների վրա, այլ հարձակվում ենք արդեն իսկ եկեղեցիների վրա, հարձակվածների վրա, Գարեգին Բ-ի վրա, այն մեծ Մերիջևանցի մեկը կա այդ Մսավաճար Բագրատիկը, դրա վրա Գյումրեցի մի հատ խուլիգան կեցվածքով մեկը կա, որ խոսում է, չգիտես, քուչի խուլիգանա, թե ով է, ամեն ինչի մեջ կարող ես տեղավորես, բացի հոգևորականի, ամեն դասի մեջ, ինքը ամեն խավի մեջ կարաստանես իրան կապ հաստատես եւ ընկալես այդ բնակավարի մարդ, բացի եկեղեցականից, բացի Աստծո ծառայից։ Սրանք իրանց բանու գործը թողել են, փոխարենը որ պետք է Աստծուն քարոզեն, Աստվածաշունչը քարոզեն, ամեն մեկը միտեղից ոռնալով ինչ որ մեկին է քարոզում։ Սենց ջգողություն դնելով ամեն մեկը սենց ու այս ամեն գիտեք ցավ ինչն է։ Ցավը նրանում է, որ այդ սև շորերը հակը, խաչները վիզկացած, եկեղեցու անունն են տալիս, Աստծո անունն են տալիս, այդ ցավը դիա, այդ խնդիրը ստեղա, խնդիրը սիա, որ մենք պետքա թույլ չտանք,
որ մեր սեփականության կարևորությունը որ իրենց ազնական շահերի համար անդադ շահարկելով, ոռնալով, այս պատիտակ ոռնան, այն պատիտակ ոռնան, այ խնդիրը սրա մեջ է։ Որ այդ պետական ինստիտուտները դեռ հորտնիշ չեք բերել, դեռ դուքանը չի, որ ով ոնց ուզի իր ազնական շահերի համար շահարկի օգտագործի։ Մենք էլ ասում են մենք ենք եկեղեցի մեր սեփականությունն է, մենք ենք եկեղեցու տերը։ Չգիտեմ, իրանց ինչ տեղ են դրել։ Հիսուս Քրիստոսի տեղն են դրել, ես ինչի տեղն են դրել։ Եթե դուք եք եկեղեցու տեր ու տիրակալը, դուք եք հայ առաքելական եկեղեցու տեր ու տիրակալը։ Հայաստանի Հանրապետությունում աղանդը չի վխտա։ Աղանդը չի վխտա, եթե դուք եք։ Դուք ոչնչություն եք։ Դուք ծառայում եք բոլորին։ Դուք ծառայում եք կոլխոզնիկին։ Դուք ծառայում եք Ռոբիկին, Սերժիկին, դուք դաժե ծառայում եք կեզմետրանոց իշխանիկին։ Դուք ծառայում եք բոլոր անարժաններին։ Ակտիվորեն, առանց որևէ ջանք խնայելու։ Բայց ես կցանկանայի, որ դուք այդ ձև ակտիվության ծառայեք Աստծուն։ Ես կցանկանայի, որ դուք այդ ձև ակտիվության քարոզեիք Աստվածաշունչը եւ ծառայեիք Աստծուն։ Զերծ մնալով ձեզ չվերաբերվող բոլոր հարցերից քթները չմսնեիք ձեզ չվերաբերող տեղերը։ Կարողանայիք ձեր բարի խաղաղ խորհուրդներով ձեր խոսքը կասեիք առանց որևէ տարբերություն դնելով։ Բայց դուք այդպես չարիք։ Դուք այդպես չարիք ու չեք էլ ուզում անեք, չեք էլ ուզում հարմարվեք, դուք չեք հարմարվում, չեք էլ ուզում հարմարվեք նոր իրականության հետ։ Չեք ուզում հարմարվեք հայ մարդու որոշման հետ։ Մենք էլ պարտավոր չենք ձեր նազ ու տուզը անընդհատ տանելու։ Պարտավոր չենք։ Ով ասեց, որ մենք պարտավոր ենք անընդհատ ձեր նազ ու տուզը տանելու։ Ով ասեց։ Այդ որտեղ է գրված։ Չկա նման բան։ Չկա նման բան։ Գարեգին բան պետք է հեռանա։ Իր խուլիգան ավազակ աշակերտների հետ։ Գարեգին բան իր խուլիգան աշակերտների հետ պետք է հեռանա։ Պետք է հեռանա։ Այդ տարբերակ չհեռացավ, կհեռացվի, խայտարակ ձևով կհեռացվի։ Քանի հնարավորություն ունի, թող իր համոզկանքով ինքը հեռանա։ Եթե իր տերերը իրան հույս են տվել, որ իրան կօգնեն, մեկն է լինի Գարեգին բի հույս տվողներին օգնի։ Մեկն է լինի իրանց օգնի, իրանք ում պետք է օգնեն։ Դուք հրաժարվել եք Աստծուն ծառայելուց, դուք հրաժարվել եք ձեր երթում, դուք խախտել եք ամեն ինչ, հատել եք բոլոր կարմիր գծերը եւ ձեզ ներում բեկում չկա։ Իսկ համանցածուն այն ոգևորված գյադագյուդեքը, որ ոռնոցներով կպած, քաղաքական պատերազմը սկսվում, քաղաքական պատերազման խուսափելի է Էսյանենյան, ով տարապում է այդ մուծքով քաղաքական պատերազմի ազգային անվտանգությունը, հենց այս գշեր պետք իրենց հետևից գնա։ Նման խոսուտ ունեցողի հետևից հենց այս գշեր վարկյան առաջ շուտ, մենք հասկանանք, ով ես, որ այս պետությունում օնլայն հարթակում նստել ես, ասում ես քաղաքական պատերազման խուսափելու, քաղաքական պատերազմա լինելու։ Ինչ գիտես։ Միգուցե դուք արդեն ծրագրել եք, որ քաղաքական պատերազմ լինի։ Դա արդեն իրավական համակարգը իր լեզվով, իր օրենքներով պետք է հասկանա, այլամյա դուք այդ ինչ ինֆորմացիա ունեք, այդ ինչ գիտեք, որ տենց խոսում եք։ Ըստ ես ճանաչելով ինձ, որպես հայ մարդ, ես չեմ պատկերացնում եմ մարդը, ով կարա այս պետությունում քաղաքական պատերազմ ստեղծի։ Անձամբ ես ոնց կվարվեմ այդ մարդու հետ, իմ հնարավոր եւ անհնարին ամեն միջոցներով։ Բայց սա մեր խնդիրը չի, սա ազգային անվտանգության խնդիրն է։ Այս խոսյութի հետևից գնալը մեր խնդիրը չի, սա ազգային անվտանգության խնդիրը։ Մենք պետություն ենք, մենք ունենք ինստիտուտներ եւ մեր այս պետության ինստիտուտները ամեն մեկը պետք է պարտած ճանաչ իր տեղում լինի եւ բարձր մակարդակի, բարձր որակի ծառայություն մատուցի հայ մարդուն։ Ամեն մեկը պետք է, ամեն ինստիտուտ պետք է իր տեղը լինի։ Ցանկացած ժամի,
ցանկացած ժամի եւ բարձր մակարդակի ծառայություն մատուցի հայ մարդուն։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ լինելու։ Էլի ներողություն, այս ու ժամին անհանգստացնելու համար, ուղղակի սիրտ պայթում է մարդիկ ջան, եթե ես այն ինչ որ ուզում եմ ասեմ, այդ բան եթե ես չասեմ, ես չեմ կարող քնեմ։ Ես պետք է ասեմ։ Պետք է ասեմ, պետք է կիսվեմ ձեզ հետ, չնայած ես չեմ քնում, օրվա մեջ մի ժամ, երկու ժամ հազիվ եմ քնում, բայց ամենայն դեպս ասելիքը որ գալիս է պետք է ասեմ։ Լավ եղեք, ներողություն այս ու ժամին անհանգստացնելու համար։ Նորից եմ ասում, այս խոսյութ ունեցողները ովքեր քաղաքական պատերազմի անուն են տալիս, ու ասում են քաղաքական պատերազմա լինելու, ազգային անվտանգությունը պետք է այդ տեսակի հետևից գնա։ Պետք է այդ տեսակի հետևից գնա, լամա հասկանա, այդ ինչ ինֆորմացիա ունեն։ Այդ ով են իրանք, որ ես իրանց թույլ եմ տալիս քաղաքական պատերազմի անուն տան։ Այ հայ մարդու արյան կարոտ մնացածներ։ Սիրելի մարդիկ, դուք մտածելու բան չունեք, որովհետև դուք ունեք այնպիսի մի իշխանություն, որը ձեր ծոցից է հելել, ով վայելում է ձեր վստահությունը, ով ձեր ընտրության շնորհիվ է։ Դրա համար դուք մտածելու բան չունեք, որ ես համոզված եմ, որ իշխանությունը որևէ մեկին քաղաքական պատերազմի մուլուցքով տառապողներին որևէ մեկին թույլ չի տալ, որպեսզի իր երազանքը այս պետությունում սենց իրագործի։ Տեսնենք։ Բայց եթե ասեմ, մենք ոչիչից ոչ կաշկանդվում ենք, ոչ վախենում ենք, ոչ մի ֆորմատի ոնց ասեմ, որ լավ լինի։ Ոչ մի հարցակման ձևին իրեն համապատասխան ձևով արձագանքելու, պատասխանելու խնդիրն ունենք։ Անձամբ ես այդ խնդիրը չունեմ։ Ու եթե դուք ուզում եք հանկարծ այդ խոսյութով իմ վախը բռնեք կամ հայ մարդու վախը բռնեք, դե ուղղակի ծիծաղ առաջացնում։ Ասում եմ, մենք ոչ մի բանի խնդիր չունենք։ Ցանկացած ձևի, պահվածքի, ցանկացած վերաբերմունքի համապատասխան ձևով, լեքսիկոնով, համապատասխան միջոցներով հակահարվածը ստանալու են։ Շատ կարճ, արագ։ Աստծո ամեն ինչ լավ լինելու։ Բարեքշեր ձեզ։